Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, առավոտյան գործերս ավարտին եմ հասցրել, աշխատանքի գնալու ժամն է եկել, մազերս իմ սիրելի շամպունով ու բալզամով լվացել եմ, և այս անգամ ուզում եմ Վարշավիրի մոտ գնալ, հարդարել մազերս, քանի որ նաև կարծում եմ կտրելու անհրաժեշտություն կլինի, շատ քիչ, մի քանի սանտիմետր, այնքան որպես մազերս թարմությունը ստանա։ Չնայած գիտեք, որ ես ունեմ այդ պարագաները և փչովի և արդուկելու, բայց սրանց հանգիստ եմ թողնում այս անգամ և ուզում եմ գնալ վարսահարդարի մոտ։ Դրանից հետո աշխատանքի և հենց որ կգամ տուն արդեն կմիանամ ձեզ, կզրուցեմ, չնայած ասեք, որ այսպես էլ լավ, մի քիչ տատանվում էի ճիշտն ասած, ուզում էի թողնել գանգուրիկներիս կարոտել էի, գիտեմ, որ դուք էլ եք ինձ այդպես սիրում, ընդունում, ինչպես որ ես կամ, բայց քանի որ շատ գործերի մեջ եմ, ուզում եմ, որ մազերիս խնամքը այնպես կազմակերպել, որ ավելի հեշտ լինեմ և այդպես ինձ հանգիստ եմ զգում։ Երեկ մինչև ուշ երեկոյան, մինչև մութն ընկնելը գործեր եմ արել, լավ հոգնել էի ու ոնց որ թե դեմքիս վրա մի քիչ դուրս է տվել, այստեղ լիմոնի յուղ ունեմ, միշտ ասել եմ, որ դեմքիս յուղեր եմ քսում կամ տեղցի, կամ ծիրանի, այս անգամ էլ լիմոնի յուղ, ոչ մի կրեմ չեմ օգտագործում և չեմ էլ օգտագործել սկսած երիտասարդ տարիներից, ճակատային մասում էլ եմ միշտ քսում, կապ չունի թե ինչ յուղ է, ինչու լիմոնը ընտրեցի այս անգամ, քանի որ մի քիչ որ դուրս էր տվել, նաև օգնում է դրան, աչքերիս տակի հատվածներում եմ քսում, և նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս, սիրելի հետևորդներ ջան, այս հոնքերի մեջ տեղը, որ միշտ հավաքում ենք մեր ունքերը, չէ, բանտիկ ենք անում ու կնճիռները առաջանում, միշտ այստեղ էլ եմ քսում, մանուշ բույրը գալիս է, կապ չունի, ինչ յուղ է, դեղ, ծիրան, լիմոն, նաև նուշ, գիտեք, որ ամեն ինչից էլ հիմա յուղ են արտադրում և կարելի է օգտագործել այդ յուղերը մեր դեմքի խնամքի համար, ուղղակի այսպես թեթևակի մերսումներով քսելով, հոնքերս ես եմ հանում, մի քիչ արդեն նայել եմ, մի քիչ էլ կվերանայեմ, այս անգամ աչքերս չեմ քսում իմ սիրելի թարթիչների ներկը, որին մենք սիրում ենք ասել տուշ, ու այսպես, որից հետո սիրում եմ այսպես մերսումներ անել դեմքիս, ձգվում եմ աշկը, նույնը ճակատային հատվածում, արևոտ օր է բացվել, բայց սառաքամին անպակաս է, մազերս էլ դեռ խոնավություն ունի և հենց այդ ձևով է ավելի լավ հարթեցվում, հատկապես իմ մազերը, եթե մի քիչ չոր է լինում, իմ սրտով չի արդարվում, կապ չունի, ես եմ դա անում, թե վարսահարդարը, դե ես արդեն շտապ եմ, փակում եմ
իմ սիրելի լիմոնի յուղի բերանը, նաև եղունգներից հատվածում այդ յուղը տարածվում, քանի որ մատերով քսում են, բնականաբար մատերս նույնպես յուղոտվում են, որը նույնպես շատ օգտակար է, հատկապես այս եղունգների վերևի հատվածներում։ Այսպես մատերս էլ մի լավ մասաժ անում։ Եվ արդեն դուրս գամ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի ոչ մի բանի չուշանամ։ Կգամ տուն եւ արդեն ձեր հետ կզրուցեմ եւ իմ կարծերը կանեմ։ Այսակս այստեղ տեղավորեմ, տեղորայքն էլ որ ձեռքս է, հիմա ասեմ, թե այս ինչ տեղորայք է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն տնից դուրս գալուց առաջ հետս մի քիչ վատ բան պատահեց, բայց փառք Աստծո, լավ եմ, ոտքի վրա եմ, ճիշտ է, մի քիչ չեմ կարողանում շարժվել, ցավեր ունեմ, բայց գիտեք, որ կամքով ուժեղ եմ, նաև հասցրել եմ գնացել Վարշավիրանոց աշխատանքի, բայց այդ ամենից առաջ, որ ինչ-որ պատահեց ինձ հետ, առաջին հերթին տեղատուն եմ մտել ու այս տեղն եմ վերցրել, եկել եմ տուն, անմիջապես սա եմ խմել, քանի որ պիտի ուտելուց հետո խմեի, չանհանգստանաք շատ, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ շփտում եմ, լավ եմ, կհաղթահարեմ, ուղղակի ծանրություն վերցրի, գիտեք, որ նման գործերի մեջ եմ լինում ու ծանր գործեր եմ անում, բայց այս անգամ ոնց որ մի քիչ ինչ ստացվեց, երևի ճիշտ չվերցրի ծանրությունը, քանի որ ծանրությունն էլ որ վերցնում ենք, դե գիտեք, էլի պետք է նենց վերցնենք, որ այդ պահը մեր մարմինը ճիշտ դիրքում լինի, ինչպես որ ծանրամարտիկները, որ ծանրություն են բարձրացնում, այդքան բարձր քաշային ծանրամարտիկները, որ բարձրացնում են, մի հատ իրանց ամրապնդում են, իրանց դիրքը բռնում են, բայց թե տանը հո այդ ձև չենք անում, մի անգամից որ տեսնում ենք այդ գործը անելու է, անում ենք, հետո կամ հաջողվում է, կամ էլ իմ պես մեջքս եմ ցավացրել, սիրելի հետևորդներ ջան, ոնց տարածված է ժողովրդի մեջ ասվում է, մեջքս ճկկաց, այս բանը ոչ մի անգամ ինձ հետ չէր պատահել, իմ ամբողջ կյանքում շատ մեծ ծանր գործեր եմ արել, սկսած փոքր տարիքից, պապայիս հետ եմ գնացել, օգնել եմ իրան, մեծ գործեր եմ արել պապայիս հետ, շատ ծանրություններ, սովոր է էլի օրգանիզմս, դրա համար եմ դա նշում ու արդեն իմ կյանքում դա այդ գործերն անելը խնդիր չի եղել իմ համար ու ոնց ասի, այս անգամ չշահեցի, պարտվեցի այս անգամ, բայց շփտում եմ, ճիշտ է, հենց հիմա էլ ոտքի վրա հազիվ եմ մնում, մի քիչ, այսպես տեսնում եք, որ օրորվում եմ, շուտով այս տեղորայքը կօգնի, իր ազդեցությունը կթողնի, գիտեք նաև որ դեղեր խմել չեմ սիրում, մի քիչ դեմքս կարմրել է դրանից, կարծում եմ դրանից է, դեղերից ալերգիա չունեմ, հիմա ասեմ ինչ դեղ է, դե գիտեք որ մեջքը ճկկալու համար հիմնականում դիկլոֆենակն է, կամ կոճակը, կամ առավելևս ներարկումով, բայց դեղատան աշխատողը ինձ սա է առաջարկել, ուրեմն Ռիկոզիվ, 4 կոճակ տվեց, ասեց, որ ամեն օր մեկը խմեմ կեսօրվա ժամերին ու ուտելուց հետո, եթե չհիշեք այսպես ասելով անունը, եթե ձեզ հետաքրքրի, կասեք ես կգրեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց մի հատ էլ ասեմ, Ռիկոզիվ, ուրեմն իհարկե ինձ համար սա անծանոթ տեղ է, քանի որ երբեք այդ առիթը չեմ ունեցել խմելու, չեմ էլ ցանկանա, որ որևէ մեկը այս առիթը ունենա։ Ի հանձինս ձեզ, սիրելի հետևորդներ ջան, միշտ առողջ եղեք, միշտ ուժեղ եղեք, իսկ եթե հանկարծ Աստված չարած ձեր գործն էլ չհաջողվի եւ իմորն ընկնեք, չեմ ցանկանում, նորից եմ ասում, ապա ընդհանրապես տեղատան աշխատողները նույնպես մասնագետ են եւ մեզ օգնում են նման հարցերում։ Չեմ մտել մեր գյուղի բուժկետ, անմիջապես տեղատուն եմ մտել, քանի որ գիտեմ, ճանաչում եմ, որ տեղատան աշխատողները
հերթով են աշխատում, լավագույն աշխատողներ են ու միշտ լավ ճիշտ տեղ են առաջարկում եւ իրենք էլ կարելի ասել հավասար են բժիշկներին, ինչևէ, մի փոքր ուզում եմ հանգստանալ, չգիտեմ, բայց մտածում եմ, որ եթե նստեմ, կդժվարանամ վեր կենալ, մի խոսքով նաեւ ուզում էի կոֆե եփել, սրտով կոֆե էի ուզում, նաեւ խանութ եմ մտել, մի քանի քաղցր բան եմ գնել իմ շատ սիրելի ու մտածում եմ, որ եթե նստեմ կարող է դժվարանամ վեր կենալ, մութն ընկնի, գործերս մնա, զրույցս մնա, քանի ոտի վրա եմ, ասի ձեր հետ կիսվեմ, էլի, սիրելի հետևորդներ ջան, գնալով դեմքիս վրա այրոց եմ զգում, ճիշտ է, դեղերից ալերգիա չունեմ, բայց դեմքս նկատում եմ, որ կարմրել է, ու շարունակում եմ մի տեսակ դեմքս այրոց եմ զգում, մազերս իմ սիրելի վարսահարդարը շատ լավ է ֆենել, իմ սրտով է, մենակ չենք կտրել, ուզում էի, որ մի քիչ էլ այդ շերտերով կտրվածքը մի հատ թարմացնել, վերանայել, բայց քանի որ այդ վիճակի մեջ ընկա, շատ մի կես ժամ ավել չէի կարողանում կռացած տեղից բարձրանալ, մի կերպ ինձ տրամադրել եմ, Աստված եմ կանչել, Հիսուս Քրիստոսի անունն եմ տվել, որ օգնի ինձ, հասնի ինձ, մի խոսքով, գիտեք, նման դեպքերում մարդկությունը ամենաառաջ հենց որ տեղներս նեղվում է հատկապես ավելի շատ են կանչում Տեր Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ իհարկե ես կարողացա այդ կռացած տեղից վեր կենալ ու գնալ իմ աշխատանքին, հիմա էլ ոտքի վրա եմ, գիտեք չեմ սիրում նվնվալ, սիրելի հետևորդներ ջան, հա ինչ էի ուզում ասել, նաեւ ուշացել էի Վարշավիրի պայմանավորված ժամից, բայց ամեն դեպքում ահա թեքվեմ, տեսնում եք, որ լավ է ֆենել, իմ տեղը պահել էր, հերթի մեջ սպասում էին, բայց իմ տեղը պահել էր ու արդեն նման դեպքերում Վարշավիրն էլ իր ուշադրությունն է իր հաճախորդների վրա թողնում, սենց ասեմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս պահին այդ ցավերը չի կորել, ահավոր է, շատ ահավոր է, բայց որ կամքից ուժեղ ենք լինում, ամեն դեպքում երբեմն տեղ լինում է, որ էդ էլ չի օգնում էլի, սենց մի քիչ ուզում եմ հենվել, այստեղ հայելու այս առաջ, այս դարակների վրա ուզում եմ հենվել, զրույցս ձեր հետ ավարտին հասցնել, չեմ շտապում անկողին մտնել, քանի որ եթե մտա կարող է երկարի։ Եղանակն էլ լավն էր, այսօր էլի արևային պայծառ տաք եղանակ էր, բայց քանի որ այդ վիճակի մեջ ընկա, իմ այս տաք ժակետը հագա, տաք շոր հագա, գիտեք, որ նման դեպքերում պետքա մեջքը հատկապես տաք պահել, մի քիչ էլ շոքած եկա տուն, հիմա էլ չեմ շտապում հանել, մտածում եմ բավարարանս ոնց պետքա կռանամ միացնեմ, այս պահին ես զգում եմ, որ ի վիճակի չեմ անգամ նստելու, հույս ունեմ այս տեղը շուտով կօգնի, բայց եկեք գնանք մի հատ կոֆե փենք, կարող է որ ձեր հետ զրուցեմ, ցավուցեցնել մոռանամ, տրամադրությունս էլ բարձրանա, ընդհանրապես այդպես է, որ մարդը ցավող տեղ ունենում, սկսում է զրուցել, միտքը թեքվում է զրույցի վրա, հետո ցավը մոռանում ենք, բայց մեր մեջ ասած շատ ահավոր վատ եմ այս պահին, բայց թե ինձ ուժեղ եմ պահում, որպեսզի ձեզ էլ տրամադրեմ, որ դուք էլ միշտ ամեն հարցում, ամեն պահ ձեզ լավ զգաք, ձեզ ուժեղ զգաք, ձեր կամքի ուժը չկորցնեք, սիրելի հետևորդներ ջան։ Դե հիմա գնանք իմ խոհանոց, ես իմ համար կոֆե պատրաստեմ, դուք էլ ձեր համար պատրաստեք, դրանից հետո հանգիստ կառնեմ, միտք ունեմ, որ այդ կակալը պիտի չուչխելի համար շարեմ, տեսնեմ, եթե
ոնց է ստացվում, վառարանս էլ թե ես կմիացնեմ, թե հարևանս, քանի մտքերս էլ չեմ խառնել, գնանք կոֆե եփելու։ Այ չեմ կարողանում պտտվել, սիրելի հետևորդներ ջան, ճանապարհին գալիս մեզ ուժեղ ենք պահում, որ կողքից չնկատվի, բայց հենց տուն ենք հասնում, արդեն թուլանում ենք, չէ՞։ Ահա, գնամ։ Սիրելի հետևորդներ ջան, հարկ համարեցի, մոտիկից ցույց տալ, ահա։ Եվ էլ եմ ասում, ոչ պետքի գա, բայց ամեն դեպքում դեղորայքներն ա, որ մեզ օգնում ու բուժում են այդ պահին, մեզ ցավերից ազատում են։ Եկա սիրելի հետևորդներ ջան, այ կամքից ուժեղը սենց հալնում այ, մի հատ կոֆե կեփեմ, ձեր հեծիրից կանեմ, ես էլ իմ առած համով բաներն ա, իմ սիրելի ռուլետն եմ արել, մեր մանկության բերյանիկն եմ արել, ու իմ սիրելի կարբուշկա հացն եմ արել, ինչ մտի էի ու ինչ ստացվեց, բայց ոնց ասած, իմ անունն Անուշկա չլի, թե ես ոտի վրա չկենամ, փորձում եմ, քանի որ ջուտերս էլ են ինձ ճամփապողում, մի արպապ գործեր ունիմ, ես ֆոն ստիմանել, աստված ջան, այսենց, անգամ ես թեթեր բաները, որ բերում էի, մինչև տուն հազիվ բերի, այդ մեջքից ճկկալուց անգամ ամբողջ մարմինս աթորություն խփում, թենց ասեմ էլի, ընդհանուր ազդում ամականների վրա չէ, ահա, բայց ես շարունակում եմ ժպտալ, սիրելի հետևորդներ ջան, այ, հանկարծ որ մի հատ թեքվում եմ, սարսափելի ա ուղղակի, արդեն այս ընթացքում ձևը բռնել եմ, թե որ կողքի վրա եմ պտտվում, ոնց շարժվեմ, որ հանկարծ այդ ուժեղ ծակոցները չզգամ, էսա կկապեմ էլ այդ մեջքիս հատվածը, լավ տաքուկ, հաստ, շարֆ ունեմ, ուղտի բրդից, Ռուսաստանից էի բերել, էսա այդ էլ կգնամ դարակից կհանեմ, բայց որքան հիշում եմ ամենավերևն եմ դրել, քանի որ դա ձմռանն ա պետք գալի, ես էլ ամենավերևի դարակում եմ դրել, դենա ոնց պետք ա հանեմ, էլի հարևանիս օգնությանը կդիմեմ երևի, չգիտեմ, կարամ ջուտերին էլ գնամ կերը շղաղեմ տամ, քանի որ այս շամերին եմ կերը շղաղում տալի, հացերը տոպրակից չեմ հանում, բայց ուզում եմ ձեզ հավեսի բերեմ, այս կարբուշկա հացերով, սիրելի հետևորդներ ջան, Վանաձորից ենք ստանում մեր գյուղում, ու ես իմ սիրելի պաշտելի հացնա, բույրը, մի հատ էլ նույնը սրա փոքրը, խնդրեմ, շատ համով այնքը, ընդհանրապես այս կարբուշկով հացերը, որ ես այդ անունն եմ կոծրել այս հացին, շատ օգտակար է, մի հատ այս կողմից պտտվեմ, աթոռի այս հալիցը կախեմ, օй աստված ջան, երբ է ես այս վիճակի մեջ ընկել, որ հմի ընգամ, այ քաչնազար, հա, այս հենց որ ասում եմ ամեն բան ես կարամ, ես կանեմ, բայց մեկ էլ հոպ, արդեն եվի սխալ շարժումից էր, ես միայն էտ եմ վերագրում, ինձ թվում է այս չորկայի մասը պետք է մի քիչ էլ երկարացնեմ, որ անընդհատ աչքերս չնի, չնայած ես, որ ես աստիճանի ալնում, էտ էլ եմ սիրում էլի կտրվածքի հետ, համապատասխանալում, սիրելի հետևորդներ ջան, բայց կերկարացնեմ, որ շուտ-շուտ աչքերս չընկնի, ես էլ մեր մանկության սիրելի պերյանիկն է, ինչքան էլ մեծանում ենք, պերյանիկը մնում է մեր մանկության համը, սա էլ կպայլեմ, տրամադրությունս կբարձրանա, քանի որ մեր սիրելի ուտելիքները տրամադրություն են բարձրացնում, ես էլ ռուլետներն է երկու հատ եմ բերել, նոր էր ստացել ու
թարմը բերել եմ առանձին տոպրակներում փաթաթած, բայց ինքը առանձին մեծ տուփի մեջ ա լինում։ Էս էլ հանեմ, չեմ կարողանում այդ պետք է կամ խոսամ, կամ շարժվեմ, միտքս էլ ա մի տեսակ ցրվում արդեն, քանի որ մկանային ցավը շատ ուժեղ ազդում է էլի մեր ամբողջ օրգանիզմի վրա, երբեք այս ձևի վիճակի մեջ չեմ ընկել, բայց սիրելի հետևորդներ ջան, երբեք, միազայերբեք, այ հենց այստեղ են ասել։ Չգիտեմ, երևի չկարենամ ուրիշ ոչ մի գործ անեմ, ինձ կմնա, որ կոֆես վայելեմ, ասի իմ անունը Անուշ կոչվի, թե ես այս հալին տեղը կոֆե չեփեմ ու վլոգ չպատրաստեմ, իմ եւ ձեր համար, սիրելի հետևորդներ ջան, այո, ծիծաղենք ու ծիծաղով հաղթահարենք այդ վիճակները, վայ ասելն էլ չեմ սիրում, բայց թե մենք հայերս միշտ որ մի ցավող տեղ ենք ունենում, ասում ենք վայ մերա ջան, կամ թե ինձ էլի սիրում ենք ասել, ու որ հենց այդ խոսքը ասում ենք, մի ձևի ոնց որ ցավը մեր միջից է դուրս ա գալի կորչում։ Կոֆես պղպջակնի ա հանում, ես փորձում եմ իմ ժպիտը պահել, ցավը թաքցնելով ժպիտի տակ, սիրելի հետևորդներ ջան, այդ տեղը ինձ թվում է ուշ կազդի, քանի որ յուրաքանչյուր դեղորայք առնվազն մեկ ժամ հետո է ազդում, չէ, ես այդպես գիտեմ, շատ վաղուց ես դեղեր չեմ խմել, մի խոսքով գիտեք էլի, որ միշտ ձեր հետ եմ եղել, հիմա էլ մի հատ մտքովս անցա, որ կգամ տուն, տեղը կխմեմ ու տեղի տակը կգնիմ, բայց թե չէ, սիրելի հետևորդներ ջան, միշտ ուժեղ եղեք, իմ կոֆեն էփեց, կակալն էլ ստեղ մնաց, որ պետքա շարեի երեգասի չէ, հեսա դեռ ստեղ ա, թեղի երեկույթ շարունակեցի վլոգը, քանի որ բակս մաքրելուց հետո հոգնածությանը չնայեցի, գնացել եմ մոտ մի 20 կիլոյին մոտ կառալյոկել եմ քաղել, ճիշտ արդեն մթնել էր, բայց իրանք այդ շողշողին են տալել, համել մեր այդ ճամփեն, որ գնում ա, միշտ ասել են, որ արևային լույսեր կա, այդ արևային փողոցային լույսերի ներքո երկու դույլ, լիքը կառալյոկ եմ քաղել, որ չիրանեմ, ասի կքաղեմ, կբերեմ, համ ձեր հետ կզրուցեմ, համ կնստեմ, կակալը կշարեմ, այդ կկլպեմ, չիր կանեմ, բայց թեխի չարեցի, միշտ ասել եմ չէ, որ լույսերը թույլ ա լինում այդ ժամերին, քանի այդպես ուզեցի, որ սկսեմ վլոգս, տեսա, որ լույսերը թույլ ա, հիմա էլ ա լույսը միացրած ու ստվեր ա գցում իմ դեմքին, ես դա չեմ սիրում, սիրելի հետևորդներ ջան, լուսավորություն եմ սիրում, մոտենամ, մազերս տեսեք ինչքան լավ ա, ճիշտ ա, ասենք թե ես չեմ արել, բայց շատ սահուն ա, ինքը ֆենել շատ լավն ա, իմ սրտով ա, ինքը իմ համար նոր վարսավիր ա, իրան մոտ արդեն ես կհաճախեմ ու որոշ ժամանակ այս սանրվածքը կունենամ, հաջորդ անգամ մի քիչ այդ շերտերին կտրվածքը եթե իր խորհուրդը տեսնեմ, կլսեմ, ինչ կասի, եթե պետք լինի կտրվածքը մի քիչ էլ այդ շերտերը արտահայտիչ դարձնել, դա կանեմ, մի խոսքով, ինձ ցրում եմ սենց զրույցներով, սիրելի հետևորդներ ջան, հիմա այս բաժակը բերեցի, որ այստեղ լսնեմ, եկել ջազվան չտանեմ, ասեմ, որ աչքս վախում ա թորին նստեմ, մի անգամից ուզում եմ գնալ իմ սենյակ, սիրելի հետևորդներ ջան, ռուլետը և այս համողությունը, մեր մանկության համը, այստեղ կթողնեմ, առայժմ չեմ ուզում, դառը կոֆե եմ ուզում, հեռախոսը կվերցնեմ, կզանգեմ հարևանուհուս, կգա կօգնի, արդեն նկատում եմ, որ օգնությունը շատ-շատ է ինձ պետք,
այդ շարֆիկն էլ, այդ տաքուկ ուղտի բրդով այդ շարֆիկը կհանի տարակից, մեջքս կկապեմ ու կհանգստանամ, այդպիսով կավարտեմ իմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, զգույշ եղեք, ամենակարևորը, ինչքան էլ որ ծանր գործեր անեք, մի հատ զգուշությունը պահեք, էլի, չգիտեմ, այն ոնց ասած, ստացվելու բանը ստացվում է, սորով բան չկա, եղեք առողջ, սիրելի հետևորդներ ջան։